Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, աշխարհի բոլոր հայեր ջան, իմ բարի ջերմ հետևորդներ ջան, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ, օրհնված, ուրախ օր։ Սիրելիներս, գեղեցկություն եմ բերել ձեզ, իսկական դրախտ, գեղեցիկ ծաղկած գույնզգույն մեխակներ եմ բերել, ծաղկած լավանդա եմ բերել ձեզ, տեսնում եք ինչքան գեղեցիկ ծաղկել են արդեն լավանդաները, եղևնիները կանանչ, կանգուն, հպարտ կանգնած են այս փոքրիկ պարտեզում։ Դուրս եկա սիրելիներս, բոլորիդ ողջունեմ, ցույց տամ այս գեղեցիկ փոքրիկ պարտեզը, ես հիանում եմ, որ դուք էլ ինձ հետ միասին հիանաք այս գեղեցիկ ծաղկունքով։ Հիմա մեխակները ցույց տալուց հետո, սիրելիներս, դարպասը բացեմ, գնանք դուրս, տեսնենք որդիս ինչ է անում դրսում, Նորայրը։ Հələ տեսեք լավանդաների գեղեցկությունը, շատ գեղեցիկ են, այս մեխակներն էլ լավանդաների հետ քաղեմ, սիրով նվիրեմ բոլորիդ։ Տեսեք ինչքան սիրուն է այս մի մեխակը։ Սա էլ մի գեղեցիկ եղևնի և գեղեցիկ փնջով բացված մեխակները, տարբեր գույների։ Իսկ հիմա դուրս գանք փողոցի կողմը։ Հələ տեսեք ծաղիկները, սիրելիներս, դրսի ծաղիկներն են, ինչ սիրուն ծաղկել են, փարթամացել, գեղեցկացել, մեծացել, Նորայրն էլ ջրում է, ծառերը բարևում է բոլորիդ, համ ծառերն է լավ ջրում, այս ցնցուխ այնքան լավ է, սիրելի հետևորդներ ջան։ Հա, փչացնում է շուշուտ, սա լավ է, սիրուն, հավասարաչափ փչում է, հետո էլ լավ ջրվում է։ Հələ եղանակը նորից նոթերը կիտեց։ Այս տեսարանը շատ լավ տեսարան է, ոնց որ հենց մեր Հայաստանի բնության գրկում լինեմ, չնաշխարհիկ Հայաստանից։ Սիրում եմ այսքան մասի ծառերը, տեսնում եք, այս մասից էլ ամպերն են երևում, մքացած, սևացած։ Ոնց որ սովորություն լինի, անընդհատ անձրև է գալիս, ամեն օր համարյա։ Հիմա այս ծաղկանոցն էլ է լավ աճել, նորից արդեն բոլոր ծաղիկները աճում են։ Սա էլ են ծառերն էր, որ կտրեց Մանիկը, ճյուղերը դրեց, հələ տեսնենք, ոնց որ ուզում է խելքի գալ, կարող է կպնի։ Անընդհատ ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ։ Վարդերն էլ են շատ գեղեցիկ։ Վարդեր բերեմ պարտեզից, այդ տեսարանն է, վարդերը քաղեմ պարտեզից, նվիրեմ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր երևի ամբողջ օրը ջուր անի։ Սաղ պետք է ջրի։ Հա։ Հա, փոշի է ալնում, միշտ ջրում է, ինչքան այս հատվածը ջուր է անում, անպայման պետք է ջրի։ Հա, Հայաստան էդի մի ուրիշ հաճույք էր, առավոտ իրիկուն ջրջնում ավլում էինք, լազատ էր։
Լավ ջրի։ Մի քիչ ուժեղ ասրա։ Ավազոտ է, որ ջրում ես, չէ, առավոտը չոր է, որտեվ ավազը ջուրը քաշում է։ Խոնավություն չի պահում։ Վարդերի կողքերի ծաղիկներն էլ են կպել արդեն։ Մի քանի անգամ էլ ջրենք թարմանան, տեսեք, արդեն լավ սկսել են աճել։ Սիրելիներս, երեկոյան ժամերին մեր այգում, պարտեզում այսպիսի աշխատանքային ժամեր են եռուզեռը։ Թորնիկս խոտն է քաղում, մանիկը ողքն է ցանում, որդիս ծառերին է արդեն հասել ջրելը, Մարինկան օգնում է, մի խոսքով ամեն մեկը ունեն իրենց գործը։ Ուրախ, հանգիստ, ասել, խոսելով, զրուցելով, սիրելիներս անում են իրենց գործը։ Այս գեղեցիկ տեսարանն էլ սիրելիներս հաճույք է, չէ, աշխատել այս գեղեցիկ հողամասում։ Ամեն ինչը դասավորված, կարգ ու կանոնով, գեղեցիկ, մաքուր, սիրուն, ծաղիկների բույրով, համեցեք բոլորդ, եկեք, նստեք, տեղ ունենք նստելու, հարմարավետ վայելեք այս ծաղիկ ծաղկունքը, բոլորիդ էլ ի սրտե հրավիրում եմ, սիրելիներս։ Մարինկան էլ ընկել է ելակների մեջ, ելակ է մանգալի, բայց պապիկ առավոտը քաղել է։ Ես պեսոկ եմ լցրել, դրել եմ սառնարանը, ելակի հյութը դուրս տա, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ռուլետ պատրաստել։ Կոֆեի հետ վայելենք ռուլետը, առանց կրեմի եմ պատրաստելու, ձեզ հետ միասին եմ պատրաստելու։ Այն կողմը քաղեց, վերջացրեց, հիմա էլ էստեղ անց է կաղում է։ Բարևներ է անում, բարև, կարմիր արև իմ սիրուն տղա։ Շիկ ջան, ոնց էր աշխատանքային օրդ։ Ոնց էր աշխատանքային օրդ։ Նորմալ ոչինչ։ Փառք Աստծո։ Բենզինը պրծավ։ Պրծա, ոչինչ, լավ, բենզին կլցնեք, հետո քաղես։ Սիրելիներս, ամսական բողկի տեղը նորից բողկ է ցանում ամսական։ Այն ծառը չի կպնի, նորը շատ մեծ է։ Գարաժը, վայ, Մարին է։ Հա։ Մի խոսեց Մարին է։ Մարինկա։ Հավի տերտի գիտես ինչ արը։ Պարկի ճովերը կռել է։ Հանդայք լավ կոզը։ Դելը մեր ես եմ տնում։ Մարինեն շատ Սելոք աղջիկա, չէ։ Մամային լսողը։ Ես ում համար եմ տնվում։ Ով ամենաշատ ուտում։ Այ Դու աղջիկա ես քոնը նեղացած եմ։ նեղացած ես։ Նստի հանգստացի Մարինը։ Մի քիչ մտածի քորարների մասին։ Ճիշտ է սարե, վատ է սարե։ Հա? Խոտ են գա։ Հələ Մարինկային տեսեք, Մարինեն մանկությունն է հիշել նստել, վայ Մարինե ջան,
Մանկությունը տես հիշել։ Մանկությունը տես հիշել։ Ոնց է սիրում մայրիկին։ Սիրի մամային, մաման ամենաթանկն է, մամայից այն կողմ էլ աշխարհում ոչինչ չկա, ամենաթանկը մայրիկն է։ Պետք է սիրես, փայփայես, գուրգուրես։ Դե հիմա գնա մայրիկին եւ տատիկին, պապային կոֆե դիրարի։ Մի հատ համով կոֆե։ Որդիս է երգում է։ Գնա Մարինե ջան։ Ծովի ալիքը թող տանի հեռու իմ երգը, որ բուժի հեռվում ապրող իմ հայերի վերքը։ Շատ եմ կարոտել իմ չնաշխարհիկ Հայաստանին, սիրելի հետևորդներ ջան։ Հայաստանից համն ու հոտ է բերում հարցս, սիրելիներս։ Մարոլը բողկը քաղեց բերեց, բողկն է ցույց կտամ։ Հիմա մարոլն է բերում։ Ծովի ալիքը թող տանի հեռու։ Հլը տեսեք։ Տեսնում եք ինչ ընտիր մարոլ է աճեցրել հարցս։ Գնահատեք 1-ից 1000։ Ոչ թե 10, 100, այլ 1000։ Հլը տեսեք, Մարինկաս ցույց է տալիս սիրելիներս։ Հա, շատ էլա տունն է կա։ Չկա ուկրոպն է։ Ուկրոպ չկա, համեմ մեջ հերիքա շատ էլա։ Հլա ընտիր, բողկն էլ Մարինկա ջան հլա բեր։ Մամա բողկլի։ Շատ ընտիր բող կա։ Սոխ մամ։ Տեսեք ինչ բող կա։ Վերջին բողկն է։ Սիրելիներս, ամսական բողկի տեղը նորից բողկ է ցանում ամսական։ Այն ծառը չի կպնի, նորը շատ մեծ է։ Գարաժը, վայ, Մարին է։ Հա։ Մի խոսեց Մարին է։ Մարինկա։ Հավի տերտի գիտես ինչ արել։ Ակի ճովերը կռել դիպեք։ Նայ լավ է։ Դելը մեր ես եմ տանում։ Մարինեն շատ ցելոք աղջիկա, չէ՞։ Մամային լսող է։ Ես ում համար եմ տնվում։ Ով ամենաշատ ուտում։ Այ, Դու։ աղջիկա, Ես քորա նեղացած եմ։ նեղացած ես։ Ահա։ Մստի հանգստացի Մարինը։ Մի քիչ մտածի քորարների մասին։ Ճիշտ է սարել, վատ է սարել։ Հա՞։ Մարինեն է կոֆեն բերել է, դրել է գազին։ Բաբաժակները բերել ես։ Սիրելիներս, Մարինկան արդեն կոֆեն բերեց։ Ապրի Մարինես, մեր կիսուրիս ասած թեթև պսպորը։ Հիմա համ ջրեցին, Մանիկը խոտերը մաքրեց, որդիս մաքրեց, մի խոսքով հողամասում արդեն բավականին ժամանակ աշխատեցին։ Ցանեց բող, կամսական, լրիվ հանեց, ցույց տվեցի ձեզ։ Վաղը ուզում եմ մի հատ լավ մարոլով սալատ սարքել։ Աղցան։ Շնորհակալություն հարցումների համար, որ միշտ գրում եք Տիկին Մարինե, ձեր առողջականը ինչպես է։ Ես մի քանի օր հեչ լավ չեմ զգում ինձ, բայց սիրելիներս, ոչ տրտնջում եմ, ոչ էլ ուզում եմ ասեմ, որ վատ եմ։ Ոչինչ, դա էլ կանցնի, ամեն ինչն էլ անցողիկ է։ Միայն առողջությունն է, որ մարդուն հարկավոր է։ Հիմա այսօր տկար եմ, վաղը լավ կլինեմ, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, որդիս աշխատանքից գալուց գնել է ձուկ 6 հատ։
Օվկիանոսի ձուկ է, սկումբրիա։ Հիմա մաքրում է, որ լվանա խորոված անի։ Գործի տեղը աշխատել է, եկել է հողամասում, այգում աշխատել է։ Հիմա էլ ձուկ է մաքրում։ Այդքան աշխատելուց հետո չի թողնում, որ ես մաքրեմ։ Գլուխները կտրում է, որովհետև այս ձկան գլուխները չեն ուտում։ Ձկան խորովածի հետ, սիրելի հետևորդներ ջան, նաև 2 շամպուր պետք է կարտոֆիլի խորոված պատրաստի, որտև երեխաները շատ են սիրում։ Ձկան համար նախապես պատրաստել է, բայց ես չկարողացա նկարել հարգելի պատճառներով։ Սոուսի մեջ լցրել է բուսայուղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և սվյանսկի սոլ։ Որտեղ որ կարողանամ կնկարեմ, սիրելի հետևորդներ ջան, հարգելի պատճառով կարող է չիմանամ նկարել։ Լույս չլելու պատճառով, հստակ ասեմ, սիրելիներ, մեր մարկոսներն էլ այդքան լիցքավորում չկա, որտեղ վերջացավ, սիրելիներս, այնտեղ ուրեմն չեմ կարող նկարել։ Հարգելի պատճառով կներեք, որ կարող է չկարողանամ մինչև վերջ նկարել։ Հիմա լավ տեղը տեղին մաքրում է, տեղը տեղին էլ կլվանա, հետո նոր արդեն սոուսը կքսի ձկների վրա։ Ձուկը լավ մաքրելուց հետո, լավ լվանալուց հետո, հիմա կարտոֆիլն է լվանում։ Ձուկն էլ կարտոֆիլն էլ լվանում է մեր այգու ծորակի տակ։ Տեսեք ոնց է լվանում, տեղը տեղին։ Մաքուր, մաքուր ու մաքուր լվանում է։ Ձուկը արդեն պատրաստ է, ձկան վրան քսում է այս սոուսը, որ պատրաստեց։ Ասեմ, որ այս սվյանսկի սոլը վաճառվում է խանութներում։ Անպայման հարցրեք շուկաներում, այդ համեմունքների խանութներում, վրացական համեմունք է և շատ համով է դարձնում, եթե լցնեք ձկան վրա։ Համեղ է ստացվում ձուկը, թե խորոված, թե խաշած և թե տապակած, սիրելիներս։ Քսելուց հետո նոր կշարի շամփուրների վրա։ Ես իմ որդուն չեմ գովաբանում քավ լիցի, սիրելիներս, բայց խոհանոցում էլ շատ համեղ ձեռք ունի։ Պատրաստում է մեկ-մեկ, սիրելիներս, մանավանդ ձմռանը, դե ամռանը այդքան ժամանակ չի ունենում, աշխատանքից գալիս է, այգի է մտնում, բանջարանոց չի հասցնում, իսկ ձմռանը հաճախակի պատրաստում է։ Ձմռանը ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ։ Շատ համեղ ձեռք ունի և ընտիր է պատրաստում, մաքուր, կոկիկ, պատրաստելուց հետո կողքերը հավաքում է, ամբողջը լվանում, դասավորում, թե ծորակի տակ, թե գազօջախը, շուրջ բոլորը, մի խոսքով, սիրելիներս։ Քիչ էլ մի քիչ։ Աստված թող օրհնի, պահի, պահպանի իմ միակ գանձին, իմ տղային և բոլորիդ որդիներին, սիրելիներս, միշտ մեր երեխաներին պահապան լինի Աստված։ Սիրելի հետևորդներ ջան, դե ինչ, ինձ մնում է ասել մեզ բարի ախորժակ, ձեզ բարի հաճելի դիտում։ Եղեք միշտ առողջ, ուրախ, օրհնված և երջանիկ։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն և տիկին Մարինեի ընտանիքը։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։